Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 29 է 2026 թվական։ Ներհայաստանյան իրադարձություններին կարճ անդրադառնամ, հետո շատ թեմաներ ունենք, հասցնենք արագ բոլորին արձագանքել։ Դե գիտեք, սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների անվավեր ճանաչելու հարցը, դե ինչ կլինի վերջում կխոսենք, որտեղ մանավանդ որ նես առանձնապես սպասելիք չկա, եթե անվավեր ճանաչեն, բնականա սպասելիք կլինի նոր ընտրություններ, բնականա կլինի նոր իրավիճակ, կմասնակցենք եւ կտեսնենք ինչ ենք անում, որովհետեւ այն խայտառակությունը, որ այսօր ունենք, դրանով ոնց ենք այս մարտահրավերներին դիմակայելու, ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում։ Բայց եթե նույնը թողեց, դրանից հետո թե ինչ կանեն, կվերցնեն մանդատը, թե չեն վերցնի, բացարձակ դա որևէ բան չի փոխելու, որովհետև ոչինչ չունեն անելու, թե մանդատով, թե առանց մանդատ։ Բայց մի հարց ուղղակի ինձ ասին չէ էլ նկատել, ինչ-որ ուժեղ Հայաստանից մի կարծիք են հայտնել, որ դե եթե մանդատը չվերցնենք, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ մանդատները կտա Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, այսինքն դրանով իսկ կավելացնի իր ձայները եւ այդ պարագայում կլուծի նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Այսինքն մարդիկ, որոնք ամսի 7-ին պետք է արդեն վարչապետ ունենային, արդեն պետք է իշխանությունը իրենց ըլներ, եւ այս պարագայում, քանի որ արդեն բացարձակ իրանց ստախոսությունը բացահայտվել է, որ խափեցին ժողովրդին, փուչիկն էլ պայթել է, որ բանանող չեն, հիմա որպեսի արդարացնեն, թե ինչ են այդ մանդատը վերցնում են, որ Փաշինյանը դա չտա շնորհապետականին։ Հիմա այդ դեպքում հարց է առաջանում, հիմա եթե մենք հիմնավորենք, որ այդ մանդատը շնորհապետականին Փաշինյանը տալ չի կարող, ուրեմն օբյեկտիվորեն պետք է իրանք մանդատը չվերցնեն, որտեղ իրանք փաստարկը չի աշխատում։ Բա մարդ կարող է տենց պրիմիտիվ բան անի, որի տակից չի կարողանալու դուրս գա առաջի իսկ հակափաստարկով։ Առաջինը մեր սահմանադրությունը, մեր օրենսդրությունը չի նախատեսում, որ եթե խորհրդարան անցած ուժերը մանդատը չվերցնեն, մանդատ տրամադրվի խորհրդարանից դուրս գտնվող ուժերին։ Չկա նման օրենսդրական կարգավորում։ Այսինքն մանդատը այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է, այսքանը այս ուժին, այսքանը այս ուժին, այսքանը այս ուժին։ Վերջ, դրանով լիազորությունը ավարտված է, գործը ավարտված է։ Կվերցնես մանդատը, չես վերցնի մանդատը, դրանից այնպես չի ստացվի, այդ մանդատը կանցնի հաջորդին։ Բացի դրանից Հայաստանի շնորհապետական կուսակցության ստացած ձայներից ավելի բարձր ձայն ունի Բարգավաճ Հայաստանը, որը խորհրդարան չի մտել, միասնության թևերը, որը խորհրդարան չի մտել, հարց է ծագում, ինչի քունները չի տանում, որ խոսում եք նորից շնորհապետական կուսակցության մասին։ Այդ որ այդքան պայքարեցիք ընտրության նախընտրական շրջանում միջնորդավորված ուղակի եւ այլ, այդքանը դեռ էլի չեք հանգստացել այդ թեմայով։ Հիմա հարց, նույնիսկ եթե օրենսդրական կարգավորումներ լինի, որի պարագայում մանդատից հրաժարվածը այդ անցնի հաջորդներին, ինչը անտրամաբանական է, որտեղ այդ հաջորդները մանդատ չեն ստացել ժողովրդի կողմից, բայց նույնիսկ եթե համարենք նման բան Փաշինյանը իրականացնի, դա չի կարող վերաբերվել գործող 9-րդ գումարման ազգային ժողովին։ Դա նշանակում է որևէ պարագայում չի կարող ձեր մանդատները անցնի մեզ։ Այդ դեպքում դե հիմա ժողովրդին բացատրեք, առաջին ինչու եք շարունակում խաբել, որ մանդատ ենք վերցնում միայն նրա համար, որ այդ մանդատը չանցնի ուրիշներին։ Այն էլ ուզում են ցույց տան, որ իբր թե շնորհապետականը որ անցներ, Նիկոլ Փաշինյանին օգնելու էր։ Այնպես ինչպես մեր ձևով ուժեղ Հայաստան օգնեց Նիկոլ Փաշինյանին, աշխարհում տենց ոչ մեկը չէր կարող օգնել։ Հատուկ նպատակային մասնակցեցիք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասի, հեսա ռուսները տանում են, հայ հավար հասեք Ժողովուրդ ջան, տնից էլ դուս եկեք իրան ձայն տվեք։ Բլեֆ արեցիք, Ռուսաստանից եկան քվեարկում են մի քանի հազար եկած մարդը, ոսկի չգիտեիք ձեզ էր ձայն տալու, թե ուրիշին էր ձայն տալու, մեզ կամ Փաշինյանին, վերագրեցիք ձեզ, որ այդ բլեֆը
աշխատի, Ժորժ ջան, հանգիստ գնացեք, ձայն տվեք, մենք Փաշինյանին տուն ենք ուղարկում, մի 200,000 ձայն ունենք այդտեղից, ունեիք այդ 200,000-ը, դուք այդ 200,000-ը չունեցաք, բայց 200,000-ը Փաշինյանն ունեցավ, տնից մարդիկ գնացին իրանց ձայն տվեցին, անենց ոնց որ դուք պայքարեցիք, միլիոնավոր դոլարներ ծախսեցիք, որ Փաշինյանը անցնի, այտենց Փաշինյանի չեն օգնե, անգամ երդվյալ ԿՊԱ-կանները, որտեղ իրանք այդքան ռեսուրս չունեին, որ իրանց օգնեն, ուրիշի վրա ձեր շառը ինչի եք գցում, դե հիմա օրենսդրորեն մարդ ունեք չէ ձեր մոտ իրավաբան, որը որ Հայաստան բառը լսում է, սիրում է կթել, ասենք Հայաստան դաշինքին, հիմա էլ ուժեղ Հայաստանին, այդ մարդը կթի մեքենան էլ իրանից, ծախս չունեք, իրան ուղակի կանչում եք, ասում եք հիմա արի, այս մյուսի պտուկներին կպի կթի, բայց իրավաբանին հարցրեք, որ դուք մանդատից հրաժարվեք, դա անցնելու է ցուցակով հաջորդ եկողներին, բա որ չէ, կանգնում եք ելույթ եք ունենում, Բա հիմա գնացեք դրա տակից դուրս եկեք, բա վաղը երբ որ պարզվեց, որ ձեր մանդատ չվերցնելու, ուրիշին չէր անցնելու, ոնց եք բացատրելու, բա այդ դեպքում ինչ եք մանդատ վերցնում, ամոթ է էլի ժողովուրդ, ամոթ է, ինչքան պետք է արդեն խայտառակվել եք, ինչ գործ ունեք մեր հետ, որ ստիպված են լենք, մենք էլ դրան անդրադառնանք էլի, մի հարցի էլ անդրադառնամ, որտեվ այսօր իհարկե անդրադարձա ես տենց կարճ, բայց տեսա շատ լայնորեն քննարկվում է Իսրայելի կառավարությունը, որ միաձայն ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ի վերջո մարդիկ ուզում են հասկանան դրական է, բացական է, մենք ինչ ունենք անելու, իրանք ինչ ունեն անելու, անդադ այդ թեման այսօր էլ շատ տաք քննարկվում է։ Առաջին է, եթե որևէ երկիր ճանաչում է հայոց ցեղասպանությունը, դրական է, ինչա պատահ է։ Եթե նույնիսկ ճանաչում է շահերից ելնելով, ելի դրական է, ինչա պատահ է որ։ Իսկ որ երկիրն է բարեգործական հիմնադրամ, որ բոլոր երկրներն էլ ունեն իրենց շահերը։ Համընկավ քու շահը իր հետ, համընկավ կամ ինչ-որ մի հարցով ուրիշի ինադու արեց, թե չարեց, կապ չունի։ Շատ երկրներ են իրանք արել են ինչ-որ շահից ելնելով, բայց մենք հիմա նայում ենք, ասում ենք այսքան երկիր ճանաչել է եւ այլ եւ այլ։ Բայց ինչ սպասենք դրանից։ Իշխանությունները ինչ արձագանք պետք է ունենան։ Շատ սովորական որովհետև ոչ կարող են ողջունեն գովեն խնդիր կունենան Թուրքիայի հետ, մերոնք այդ քաշը չունեն, առավել ևս Թուրքիան էլ է արձագանքել Իսրայելի որոշմանը, Ադրբեջանն էլ է դատապարտելու արձագանքել, Նիկոլ Փաշինյանը հաստատ նրանց դեմ չի գնա։ Բացի դրանից էլ, իսկ հիմա նայենք, մեր համար, հասարակության համար այդ ճանաչելը դրական է, անկախ իրանց շահերից կամ անկախ հետագա զարգացումներից, բայց իրականում գործնականում ինչ է տեղի ունեցել։ Այո, մենք կարող ենք հասարակությանն ասում ենք, գիտեք ինչ, ինչպես Ադոլֆ Հիտլերն էր ասում դեռ 39 թվականի օգոստոսի 22-ին փակ հանդիպման ժամանակ գեներալիտետի հետ, որ ով է հիմա հիշում հայկական կոտորածը եւ դրանից հետո հաջորդ օրը հենց Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը ստորագրեցին ու դրանից էլ մի շաբաթ հետո էլ արդեն հարձակվեցին Լեհաստանի վրա, ասում ենք այո, եթե այդ ժամանակ պատշաճ գնահատական տրվեր, հոլոկոստն էլ չէր լինի, տո Կամբոջան էլ չէր լինի, որ մինչև 3 միլիոն մարդ սպանեցին 75-79 թվականներին Պոլպոտն ու Յանգսարին, 94 թվականի Ռուանդան էլ կարողա չլներ, որ խուտուները եկան իշխանության ու տուցիներին սպանեցին միջին հաշվարկով մոտ մինչև 1 միլիոն մարդ, որ այդ երկրի բնակչության 20%-ներ կազմում։ Իհարկե, եթե պատշաճ գնահատական տրվեր, հաջորդները կարելի էր կանխարգել։ Առավել ևս եթե ցեղասպանությունը մենք ենք տեսել, պատշաճ գնահատականի դեպքում մտածում ենք ինչ պետք է անել, նախ ուժեղ լինել եւ երկրորդ միջազգային այնպիսի գնահատական ու վերաբերմունք լինի, որ նման բաներ այլևս տեղի չունենան աշխարհում։ Այդ ամեն ինչը հասկանալի է։ Բայց նաև հոլոկոստի հետ կապված հիշում ենք, որ նրանք եւ փոխհատուցում են ստացել Գերմանիայից եւ պատշաճ կերպով ճանաչել են հենց 1970 թվականի դեկտեմբերի 7-ին Լեհաստանում հուշարձանի բացման ժամանակ Վիլի Բրանտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր գնաց եւ ծնկի եկավ եւ ներողություն խնդրեց հրեաներից։ Այդ ամեն ինչը մենք գիտենք եւ այլ եւ այլ, բայց հիմա հասկանանք գործնական հարթության մեջ ինչ կտա դա մինչև որպեսի դա օրենքի տեսք ստանա, հայտարարության տեսք ստանա կամ ինչ տեսք ստանա, դա պետք է ընդունի պարլամենտ, այսինքն կնեսետը։ Այդ դեպքում հիմա հասկանանք, շատ թույլ դիրքում է գտնվում այսօր Բենյամին Նեթանյահուն, շատ,
որովհետև շատ մեղքեր բարդվում է իր վրա, նաև Իրանի հետ կապված հարցը, որն էս նորմալ լուծում չստացավ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեծ հույսեր կապելով, բացի այդ դրանից հետո էլ արդեն Ամերիկան էլ երես թեքեց, իրանց կառավարությունը սկսեց Ամերիկայի կառավարությանը քննադատել, մի խոսքով շատ լարված իրավիճակ եւ Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականության արդյունքում գործնականում աշխարհում իրանք բարեկամներ չունեն։ Միակ բարեկամը մնացել է Տրամպը, այն էլ ասում է դե կյանքներս կերակ, էլի հերիքա ձեր շահերը սպասարկենք, անգամ Տրամպն է որոշ հարցերում երես թեքում կամ փորձում կարգավորել այդ խնդիրները։ Այսինքն սпасել մեծ բան, որ այսօր գնացող կառավարության որոշումը կարող է լուրջ դերակատարությունն է, բացի այն փաստից, որ ասենք մի երկիր էլ է ճանաչել, էդ էլ հաշվի առնենք, ինչի եմ ասում գնացող կառավարությունը, որովհետև առավելագույնը հոկտեմբերի 27-ը վերջի ժամկետն է, որպեսզի անցնելու է Կնեսետի ընտրությունները։ Վերջնական օրը կսահմանեն, բայց ոչ ուշ հան հոկտեմբերի 27-ը։ Իսկ հավանականությունը, որ կարող է Լիկուդը, այսինքն Բենյամին Նեթանյահուի կուսակցությունը հաղթանակ տանի, չափազանց փոքր է եւ ստացվում է այնպես, որ եթե հիմա ստացվեց, որ այս կառավարությունը շատ ցածր վարկանիշ ունեցող կառավարությունը, որը որ նման որոշում է կայացրել եւ մեկ էլ մյուսները բնականաբար պետք է հակադրվեն, մյուսները պետք է քննադատեն Նեթանյահուի արած քաղաքականության անպայման չի ցեղասպանության հարցում։ Նրանք ուղղակի ցանկացած հարցում վաղը գնալու են ընտրության, քարը քարին չեն թողելու Նեթանյահուի վարած քաղաքականությունը, որպեսզի իրան կընտրվի, դա մի զարմանալի բան է, որ այսինքն տպավորություն չլինի, որ այդ որոշումը կայացրել է գնացող վարչապետը, այլ կայացրել է Իսրայելի պետությունը եւ Իսրայել պետության որոշումը, որպեսի Կնեսետը նման որոշում կայացնի, այն էլ էս գնացող գումարման խորհրդարանը շատ դժվար է պատկերացնել, առավել ևս, որ առիթը կօգտագործեն, դա այնքան ժամանակի առումով ձգվի, որպեսզի մի հատ տեսնեն, ի վերջո դա իրանց պետքա թե պետք չի, կամ դա տեղափոխեն հաջորդի ժամանակ, որպեսզի նոր ձևավորվող խորհրդարանը արդեն այդ որոշումը կայացնի։ Իսկ եթե մի քիչ ուսումնասիրում ենք Իսրայելի ներսի մթնոլորտը, համենայն դեպս որևէ շանս չունի Նեթանյահուն հաղթանակ տանելու։ Տեսնենք, հիմա որոշողը մենք չենք, կամ դրսից այդքան էլ պարզ ուսումնասիրության հարց, որ կարողանանք հաստատ գնահատական տալ, ես ամենայն դեպս նայում եմ այդ քաղաքականության նկատմամբ դժգոհությունները, որը երկրի ներսում կա, եւ դա ուղղակիորեն առնչվում է այս կառավարության քաղաքականության հետ։ Նշանակում է ընտրությունները առիթը հենց լինելու է, որ որոշում կայացնեն, այսինքն սա կարող է որևէ հետևանք չունենա, ու պետք չի դրանից, ասենք, տրագեդիա սարքել, որովհետև այնց առանձնապես լավատեսության խնդիր էլ դրա հետ կապված մենք չունենք, որ հիմա էլ մտածենք, որ վայ տեսակ հաջորդ փուլը չեղավ, կամ էս ինչը սենց եղավ, կամ քննարկեցին լայնորեն էս կոմենկով։ Մի բան, որ եթե Իսրայելը ճանաչել է անկախ նայած աշխարհում իրան հարգում են, թե չէ, սիրում են, թե չէ, հիմա էլ ջղայնացած են իր վարած քաղաքականության հետ, թե չէ, իր կողմից ճանաչելու ինֆորմացիան լայնորեն կարա աշխարհում տարածվի։ Ու նույնիսկ մարդիկ իրար հարցնեն, ասեն, այս ինչ է ճանաչել, բան չի ճանաչել, բայց այսինքն թեմա որպես այդպեսին, որ աշխարհում շատ ավելի լայն կտարածվի, քան եթե դա Հայաստանից է տարածվում, միանշանակ այդպես է, անկախ նրանից նրանք ինչ վերաբերմունք ունեն Իսրայելի նկատմամբ։ Այնպես որ այդ մասը զուտ փաստի մասը դրական է, մնացած մեծ սպասելիքներ պետք չի ունենալ, որպեսզի հետո էլ հիասթափություն չունենանք, ի նկատի ունենանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչելուց հետո մի ձև է մնացել, որ մենք իմանանք հետագա ընթացքը, որ Թուրքիան այնքան աճի, որպեսզի ինքը ճանաչի ցեղասպանությունը եւ ինքը պաշտոնապես ներողություն խնդրի, մի բան, որը ցույց տվեց Գերմանիան։ Այն Գերմանիան, որը որ պատերազմը 45 թվականին ավարտվել է, բայց արդեն 70 թվականին հաջորդ սերունդը, սերունդ էլ չէր անցել, ներողություն էր խնդրում հրեաներից։ Այսինքն իսկ այսօր Թուրքիան ասում է 100 տարի առաջվա անգամ պաշտոնապես ինքը մերժում է այդ ամեն ինչը, ինչ որ եղել են ուրիշ բաներ եւ այլ,
Այն աշճանի եւ նաեւ ճնշում Հայաստանի իշխանությունների, որ մեր իշխանությունները պարզաբանում են, որ մենք ենք մեղավոր եղել, որ մեզ կոտորել են, լա հիմքերը նայեք ինչ է այդպես եղել, հաբել մենք ինչ գիտենք միլիոն ու կեսը հաթաթրի դնենք հաշվենք, այս բոլորը դուք հասկանում եք, դա ուղղակի Թուրքիայի ուղղակի ճնշումն էր Հայաստանի իշխանությունների վրա։ Դրա համար եմ ասում, ավելին սպասել պետք չի, բայց փաստը, որը որ կտարածվի աշխարհում, հետագայում այդ թեման կարող է ավելի հարմար առիթով օգտագործելու հնարավորություն ունենանք, դա կհասկանանք, բայց այս կառավարության օրոք Իսրայելի եւ այս կառավարության օրոք Հայաստանի դա որևէ բան չի, ուղղակի իմանանք, այդ ուղղակի ասում եմ, որ ուղղակին այդ սպասելիքներ չլինի, որ հետո էլ հիմա մեղադրենք, ասենք, բա այս ինչի սենց չարեց, բա ինչի կնեսետը սենց արեց, բա ինչի ավել պակաս խոսեցին, բա ինչի շարունակություն չունեցավ, ուղղակի սպասում պետք չի, որ ունենաք այսօրվա դրությամբ, դրանից սպասում պետք չի, փաստը լսեցիք, դրական, անցանք առաջ, վերջ։ Հիմա նայենք Ռուսաստանում ինչ է կատարվում եւ Հայաստանի հետ կապված եւ ընդհանրապես Ռուսաստանում թե ինչ է կատարվում նաեւ ուկրաինական պատերազմի, որովհետեւ այդ հարցում լուրջ ձևով զարգացումներ են լինում, Ուկրաինան շատ լուրջ ձևով ծանր հարվածներ է հասցնում Ռուսաստանին, իսկ մենք պետք է հասկանանք, թե հետում հետ ենք մեր կյանքը կապել, էլի, մենք հասկանանք նախ ինչու ենք կապել, նաեւ իրանց հետ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզին Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է անընդունել եւ որ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է իրավաբանորեն ամրագրում է իր եվրոպական ձգտումները շարունակելով վայելել Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր օգուտներն ու առավելությունները։ Դիտարկմանը, որ Հայաստանը դեռևս պաշտոնական անդամակցության դիմում չի ներկայացրել Եվրամիությանը, ինչը նշանակում է, որ գործընթացը չի սկսվել, Գալուզինն արձագանքել է։ Անցյալ ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Այս հարցի վերաբերյալ հատուկ օրենք է ընդունվել, ես այստեղ էլ այլ մեկնաբանություն չեմ դիտարկում։ Իդեպ, Ուկրաինայի հետ իրավիճակը սկսվեց մոտավորապես նույն կերպ, երբ Ուկրաինան ցանկանում էր ասոցիացիան համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, իսկ Եվրամիությունը Ուկրաինայի հետ, սակայն մենք այդ ժամանակ հիմնավոր մտահոգություններ հայտնեցինք այն մասին, որ մենք Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեինք ԱՊՀ շրջանակում, եւ եթե Ուկրաինան իր շուկան բացի եվրոպական ապրանքների համար, ապա համապատասխանաբար եվրոպական ապրանքները կհեղեղեն մեր շուկան Ուկրաինայի միջոցով, ինչը բացարձակապես անընդունելի էր։ Այս տեսակի ռիսկերը լիովին հնարավոր են, ահա թե ինչու ընդունվեց համատեղ հայտարարություն, մասնավորապես Հայաստանի վերաբերյալ։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, թե Եվրամիության քայլերը ընդհանուր առմամբ լիովին քաղաքականացված բնույթ ունեն ու եւս մեկ անգամ հաստատում են Եվրամիության հակառուսական բնույթը, որը փորձում է իր կողմը գրավել Հայաստանը դժվար կատարելի խոստումներ տալով։ Առաջինը Հայաստանը ինքն է որոշում Եվրամիություն թե ԵԱՏՄ եւ այո մեր իշխանությունները օրակարգ չունեն Եվրամիություն գնալու, բայց եթե Ռուսաստանը ասում է այսօր կողմնորոշվի, ես քեզ չեմ տալիս հնարավորություն, որպեսի դու գնաս վերջում որոշում կայացնես, որոշումը կայացնի այսօր, բարեբախտաբար հուսանք, որ մեր իշխանությունները կհասկանան, որ սենց խաղեր տալ չի լինելու, բոլորին հասել չի լինելու, բալանսավորված քաղաքականություն չի դա այն ինչ որ անում է մեր իշխանությունը։ Այո, եթե ստիպված կլինի որոշում կայացնել, որ պետք է հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության անկախ նայած քանի տարի ուզմա տևի։ Այդ դեպքում արդեն ավելի ակտիվ ու ագրեսիվ ձևով կարելի աշխատանք տանել Եվրոպայի հետ եւ ասել եկեք այնպես անենք, ավելի շատ օգտակար եղեք, ավելի լուրջ ծրագրերով օգնեք, մենք բացի վերապրանքը իրացնենք եվրոպական շուկայում նաև օգնեք մենք բարձրորակ ապրանք արտադրենք, որովհետև այն որակի ապրանք, որը մենք այսօր ունենք, սկի ռուսական շուկային հարմար չի։ Քաղաքական առումով ընդունում են անորակ ապրանք, քաղաքական առումով մերժում են անորակ ապրանքը, բայց մենք արտադրում ենք անորակ ապրանք, մեջների որակով ուղարկում ենք Ռուսաստան, անորակը ուտում ենք մենք Ժորժիան։ Սա է մեր երկրի վիճակը։ Այսինքն նշանակում է մենք վաղուց պետք է որոշում կայացնեինք, այնպիսի քայլի մտնեինք, այնպիսի բեռի տակ մտնեինք, որը մեզ պարտադր էր
քայլ առ քայլ գնալ որակով ապրանք արտադրելու ճանապարհով։ Այո, եթե Ռուսաստանը մեզ ասում է կողմնորոշվեք, մենք վաղուց պետք է այդ ուղղությամբ կողմնորոշված լինեինք։ Ու Աստված չանի, որ նորից մեր իշխանությունները հիմա նորից թեքվեն Ռուսաստան, այս Եվրոպան էլ ասա հիմա դե ձեզանից բան չհասկացանք, նեղ ժամանակ ձեռք ենք մեկնում, դուք էլ թռնում եք Պուտինի գիրկը։ Այսինքն սա իսկապես խնդիր է։ Մյուսը ինչ վերաբերում է Ուկրաինային Եվ Ուկրաինայի օրինակը բերում են։ Այսինքն եթե Ուկրաինան որոշել է, որ եվրոպական ապրանքը մտնի ուկրաինական շուկա, դրա համար դուք պետք է մտնեիք Ղրիմը գրավեիք։ Իսկ դա ինչով է արդարացնում ձեր նվաճողական քաղաքականությունը։ Բացատրություն դա կա։ Եվ բացի դրանից, երբ որ խոսք կա գնում այն մասին, որ այդ ապրանքը կարող է մտնի Ուկրաինա, բայց հետո ռուսական շուկայի հետ կապված, ապրանքը եւ շուկան դնենք մի կողմ։ Ուրիշ հարցի հետ կապված տասնյակ անգամ ասել եմ, Ժորժ ջան, վիզաների ազատականացումը Հայաստանի պարագայում տեղի չի ունենալու մի պարզ պատճառով, որտեղ մենք այնց ազատ տեղաշարժ ունենք Ռուսաստանի հետ, որտեղ մեզ հետ սահմանը Եվրոպան չի բացի եւ Ռուսաստանի համար դառնա տրանզիտ։ Եթե դու Եվրոպայի հետ հույս ունես սահմանը բացելու, դու պետք է բավական խստացնես Ռուսաստանի հետ սահմանը չարեցիր Եվրոպան պետք է ասի չհասկացանք ես դուռը փակել եմ Ռուսաստանի առաջ Ռուսաստանը հայտնվում է մեր մոտ Հայաստանի միջոցով չի կարող ինքը ազատ տեղաշարժ ունենաս միաժամանակ եւ Ռուսաստանի եւ Եվրամիության անդամ երկրների հետ եթե նրանք իրար մեջ տեղաշարժը փակել են Այսինքն եթե ապրանքի մասին այսօր ասում է Գալուզինը, բա մենք այդ տողատակերը կարդալ գիտենք, չէ՞, բա մեր իշխանություններին ասում ենք, որ տենց ոգևորված ժողովրդին ասում եք, որ էսա վիզաների ազատականացման հարցը շատ լուրջ արդյունավետ բանակցություն ենք վարում, ասում ենք հասկացանք, Ռուսաստանի հետ սահմանափակումներ ունես, չունես, չի լինելու դա չի աշխատելու։ Չի աշխատելու ոնց որ Վրաստանի հետ էլ այդ քայլերը գնացին, հետո հետադարձ քայլ կատարեցին հետդարձ, որովհետև ասին հոп, դուք ոնց որ թե ճիշտ ուղղությամբ չեք գնում։ Այսինքն այդ խնդրի առաջ մենք կանգնելու ենք, դա միայն չի վերաբերվում ապրանքներին, այլ նաև ազատ տեղաշարժի մյուս խնդիրներին։ Այնպես որ նկատի ունենանք, որ Ռուսաստանը այսօր մեզ պարտադրում է կողմնորոշվել, այն Ռուսաստանը, որ խայտարակ վիճակում է Ուկրաինայի հետ կապված պատերազմում, եթե Ռուսաստանը մեզ պարտադրում է կողմնորոշվել, Ժորժ ջան, այո, մեր իշխանությունները պարտավոր են այսօր կողմնորոշվել։ Այսօր պետք է կողմնորոշվեն եւ մենք էլ մտածենք թե այ ուշացած թեկուզ այդ քայլերը որ անում են սերտիֆիկացման հետ կապված, ստանդարտների հետ կապված, հազար ու մի հարցեր հետ շուկա մտնելու հետ կապված վաղուց դա պետք է արված էր նույնիսկ եթե մենք ապրանքը հանում ենք ռուսական շուկա, ինչու մենք այլընտրանքը չենք օգտագործում։ Հիմա այսօր հայկական ապրանքը ռուսական շուկա որ տանեք, հետնեդ էլ բենզին եք տանելու դիզվառելիք եք տանելու, որ տանեք ապրանքը հանձնեք, հետո հետ գալուց է ձեր դիզվառելիքով հետ գաք, որովհետև Ռուսաստանի չեք կարող այնտեղ մեքենաները լիցքավորել, լուրջ, էտա ձեր վիճակ, այդ ձևի եք ապրանք ուզում, ձեր ապրանքը ձեր քաղաքներում չեք կարող տեղափոխեք, դիզվառելիք չկա, բենզին չկա, չգիտեք ինչ է կատարվում։ Բայց հետո վաղը մյուսը էլ կանգնելու եք ասեք, բա Ռուսաստանը որ դիզվառելիքի ու բենզինի արտահանումն էլ սահմանափակեց, վաղը մյուս օր եթե մենք Ռուսաստանի հույսին ելնենք, էդ էլ ենք պրոբլեմ ունենալու, որովհետև մենք ուրիշ ուղղությամբ քայլեր չենք արել։ Հիմա էլ ոնց ահազանգի Ռուսաստանը, որ ժողովուրդ խելքներդ գլուխներդ հավաքեք, ավելի պարզ ոնց ասի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին խորհրդակցություն է անցկացվել ներքին շուկայի համար վառելիքի մատակարարման վերաբերյալ։ Ստեղծվել է Ռուսաստանում վառելիքի իրավիճակի մոնիթորինգի աշխատանքային խումբ։ Հուլիսին վառելիքի հիմնական արտադրությունը պետք է գերազանցի հունիսյան մակարդակը։ Ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա։ Դիզերային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի գաղափարը նույնպես քննարկվում է։ Հիմա հասկացանք, որ Ռուսաստանից բենզին, դիզվառելիք ստանալու մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Սա մեկ, բացի դրանից դուք հերթերը կիլոմետրերով չեք տեսնում, այդ մեքենան գնաց Ռուսաստան ոնց է հետ գալու։ Ինչ է լցնելու որ հետ գա։ Ասում եք Ռուսաստանը մեր ապրանքը չի ընդունում։ Կարելի է կարծել իրանք իրանց ապրանքը ընդունում են։ Նայեք, էս էլ Պուտինի որոշում է ժողովուրդ ջան։
Այն էլ ասում է հուլիսին պետք է ավելի շատ արտադրենք, քան հունիսին։ Այդ մարդը տեղյակ չի, ժողովուրդ ջան, թաթիկը բռնեք, տարեք, ցույց տվեք, որ իր նավթավերամշակման գործարանները քանդած, ավիրացա, հարվածում է Ուկրաինան, ռուսները վերականգնում են, նորից է հարվածում, որովհետև հակաօդային պաշտպանության համակարգ չունեն, գիտի որ էլի է հարվածելու, գիտի որ այդ գիծը մարշրուտը շատ լավ ուսումնասիրած է, գիտի որ խոցելի տեղերը հրաշալի գիտի, հանգիստ այդ դրոնը սենց հանգիստ իր համար շվշվալով գալիս է խփում է, էլ չեմ խոսում բալիստիկ հրթիռների մասին, որ հազիվ հասցնում են նկատեն, թե ոնց թռավ, իսկի չեն էլ հասցնում ֆիքսեն։ Այս վիճակն է ժողովուրդ ջան, այս է այս մարդկանց տնտեսությունը, ինչ ապրանքի մասին ենք խոսում։ Այս ուղղակի զուգադիպեց իրանց սանկցիաները Հայաստանի նկատմամբ եւ վառելիքի պակասը իրանց մոտ, որի պարագայում, եթե նույնիսկ իրանք սահմանները բացեն մեզանից ապրանք ուզեն, մենք խնդիր ենք ունենալու, որովհետև բավական երկար տրանսպորտային ճանապարհ է, այնպես չի որ բակերը լցրեցին, գնացին այդ նույն բակերով հետ եկան, էլի ժողովուրդ ջան, այդքանը չեն կարա իրանց հետ տանեն, իրանց հետ բերեն։ Բացի այդ էլ որ իմանան այդ մեքենաների մեջ վառելիք կա, գալու են բակերը ծակեն գողանան, ավելա լավագույն այսօր բիզնեսը դա է ժողովուրդ ջան, այդ էլ ինչ պետք է անեք օտարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծման հնարավորությունը դիտարկում որպես ռուսական վառելիքի շուկայում կայունությունն ապահովելու միջոցներից մեկը։ Կարող է Հայաստանը նեղության ժամանակ օգնի Ռուսաստանին մի քիչ վառելիք տա։ Ղազախստանը Ռուսաստանին ուղարկեց համապատասխան ուղղությամբ։ Ռուսաստանը կոնկրետ գիտի, որ ուղղությամբ է ուղարկել, որովհետև ինքը պարբերաբար հայտնվում է այդ ուղղության վրա։ Ինքը լավ գիտի իրան ուր են ուղարկում աշխարհի տարբեր երկրներից։ 50,000 տոննա վառելիք էր ուզում, ասեց չունենք, մենք էլ խնդիրներ ունենք։ Հնդկաստանին է դիմում, Չինաստանին է դիմում, ժողովուրդ դուք խաբար եք, նրանք ձեզ կարան օգնեն, թե չէ, կամ ուզում են օգնեն, թե չէ։ Կամ եթե նույնիսկ ինչ-որ քանակության ուզեցիր, այն դեֆիցիտը, որ առաջացել է Ռուսաստանում, այդ դեֆիցիտը լրացնելու համար մի քանի անգամ ավելի մեծ ծավալ պետք է բերես, որ մարդիկ վախից չպահեստավորեն։ Խուճապը կանգնացնելու համար նույնիսկ այն նորմալ ստանդարտ քանակությունը այլևս խուճապի դեմը չես առնի։ Կիլոմետրերով հերթ կանգնողը առաջի իսկ հնարավորության պայմաններում տաներում է անգամ լցնելու վառելիքը, որովհետև չգիտի վաղը մյուս օրը ինչ ալնելու, էլ չեմ ասում ավտոտնակներում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն Եդինա Ռոսիա կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել։ Հակառակորդները կփորձեն խափանել Ռուսաստանի ընտրական գործընթացը սադրանքների եւ դիվերսիաների միջոցով։ Առաջինը այդ որ արդեն կուսակցությունը պետք է հակառակորդների ծրագրերը խափանի, մեղմ ժպիտ է առաջացնում։ Ռուսաստանը մի կուսակցություն կա, որ որոշում է կայացնում։ Կա մի կուսակցություն, դա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին։ Ինքը մարդ կուսակցություն է։ Կուսակցությունը ում անունով ուզում է ալին, նախագահանով ուզում է ալնի։ Այդ մարդը ինքն է միազնյա որոշում, ուզում եմ երկիրը քանդեմ, երկիրը կքանդեմ։ Այո, իրան էլ կօգնեն, կողքից կտան, բահը կտան, քլունգը կտան, կասեն, բա իհարկե, մեր հզոր Պուտինը իրապես ով կարա քանդի։ Բայց խնդիրը նաև ուրիշ է, այսինքն ասма ուզում են սադրանքներով դիվերսիաների միջոցով ընտրական գործընթացը ձախողեն։ Այդ ինչ ընտրական գործընթացի մասին է խոսքը։ Սեպտեմբերի 20-ին արդեն նախագահի հրամանագիրը կա, որոշված է, որ անցնելու է Պետդումայի ընտրություններ։ Հիմա իրանք այնուամենայնիվ մտածում են, իսկ կարող են հենց անեն այդ ընտրությունները չեղարկեն, ինչ որ նպատակով, ինչ որ առիթով։ Իհարկե ասում են ոչ մի պարագայում չենք չեղարկելու, կարող է մենք այդքան վիճակներս վատա որ չեղարկենք, բայց եւ միևնույն ժամանակ այդ տարբերակը չեն էլ բացառում, որ կարող է ասեն իրավիճակը այնպեսին է, պակասներս ընտրությունը չի, մարդկային կուտակումներ չլինի, այդ պարագայում խոցելի կարող է լինի եւ այլ, առավել եւս
ուկրաինական դրոններն ու բալիստիկ հրթիռները արդեն այնպիսի տարածքներ են անցնում, որ գործնականում մտածել, որ տենց անվտանգ տարածքներ չկան։ Իսկ այն խորքային տեղերը, որտեղ դրոններն ու բալիստիկ հրթիռները չեն հասնում, այնտեղ է տեսակ, որ նաև դիվերսիոն գործողություններ կատարեցին, որի արդյունքում պայթեցումներ կատարեցին եւ մարդիկ զարմացան, որ եկան իրանց թիկունքում հենց դա արեցին։ Այսինքն եթե ցանկանան արդարացնել դա, կարդարացնեն նրանով, որ վտանգավոր է մեծ հավաքներ կազմակերպել, հանրության հետ շփվել եւ այլ եւ այլ։ Բայց իհարկե Ռուսաստանը որպեսզի այդ խնդրը չունենա, պետք է ուղղակի մտածի, որ մինչև ընտրություններ այնց անեն, որ այս բանի հարցը, պատերազմի հարցը լուծեն։ Առավել եւս 40 օր որ տվել է, մի քանի օր անց է Զելենսկին որ տվել էր Պուտինին, որ այսքան օրում այնպիսի ակտիվ հարձակումներ պետք է լինի, որպեսզի հասկանան այդ պատերազմը դադարեցնեն։ Հիմա տեսնենք ինչա տեղի ունենում։ Ինչ է ասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների արևմուտքի աջակցությամբ։ Մեկը հարցնի դու որ ուղղություններով ես առաջ գնում։ Քարտեզ, արբանյակային նկարներ եւ այլ կա, այդ ոնց է այդ բոլոր ուղղություններով առաջ գնում։ Ով է դες բան քեզ զեկուցում։ Առաջնագծից քեզ ասում են, որ իրական վիճակը չես պատկերացնում, ասում եք գնացեք կալանավորեք, թող իրական վիճակը պատմի, բայց ուրիշները չիմանան, որ մենք գիտենք։ Ռուսաստանը կարողանում է դիմակայել բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել Ռուսաստանի զարգացումը։ Ռուսաստանն ունի բավական ուժ, ռեսուրսներ եւ քաղաքական կամք շարունակելու իր ընթացքը։ Ժողովուրդ, այս մարդը լրիվ անտեղյակ է։ Ռուսաստանը ենթարկում է կոշտ եւ աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից։ Հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Փաստորեն չի հաջողվում, ժողովուրդ ջան, այսինքն նորմալ է։ Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում։ Այսինքն ներքին անկայունություն չկա, տնտեսության վիճակը լավ է, հակառակորդին ոչ մի բան չի հաջողվում։ Միա ծաղկող փաթաթող վիճակում է գտնվում Ռուսաստանը, ժողովուրդ ջան։ Էլ փրկեք այս ժողովրդին այս մարդուց կամ փրկեք այս մարդուն այդ ժողովրդից։ Այս մարդը լրիվ իրավիճակին բացարձակ չի տիրապետում։ Պուտին եւ վատը գիտեք որն է, Հայաստանում իրավարակարգն է սպասարկում։ Դուք գիտեք Հայաստանում հավատում են, որ հիմա Ռուսաստանի վիճակը վատ է։ Օրինակ չեն հարված ուտում իրանց գլխին, որ մտածեն։ Ասեն ինչ եք խոսում։ Պուտինը երբ ուզենա, Ուկրաինան կգրավի, այմա դուք այդ ինչից եք խոսում։ Հա ժողովուրդ ջան, դուք տենց է շարունակեք։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը բոլոր ռազմավարական ուղղություններով կասնի նոր տեխնոլոգիական մակարդակի։ Նրա խոսքով կշարունակվի բնակարանաշինությունը, ճանապարհների կառուցումը եւ բարձր վարձատրվող նոր աշխատատեղերի ստեղծումը։ Պուտինը խոստացել է աջակցել ազգային բիզնեսին եւ առաջատար արդյունաբերական ճյուղերին, որոնք ըստ նրա ապահովում են Ռուսաստանի ինքնիշխանությունն ու առաջնորդությունը։ Զարգացման բոլոր ռազմավարական ծրագրերը կիրականացվեն ամբողջ ծավալով, իսկ պետության բոլոր սոցիալական պարտավորությունները կկատարվեն։ Պուտինի խոսքով ազգային միասնության հիմքում սոցիալական արդարությունն ու մարտահրավերների առջև բոլորի հավասար պատասխանատվություններն են։ Ժողովուրդ ջան, ոնց եք կարծում։ Այս մարդը լավ հասկացանք, այս նախընտրական ելույթ է, բայց այս մակարդակի ձևով քո երկիրը այդ վիճակում մայրաքաղաքիդ հարված են հասցնում, կիլոմետրանոց հերթ է մայրաքաղաքում, ամբողջ բանից երկրիցդ հավաքել ես հակաօդային պաշտպանության համակարգը, չես կարողանում Մոսկվա պահես 4 շերտով հակաօդային պաշտպանության համակարգ ես դրել, խոցելի ես դարձրել քո ամբողջ երկրի մնացած բոլոր կառույցները։ Այս վիճակով որտեղ վառելիքաէներգետիկ ռեսուրս արտադրող գործարանների այդ բնակավայրերում անգամ հավաքում եք բենզին, ուղարկում եք Մոսկվա, որ Մոսկվայում բունտ չլինի, էլի մեկ այդ հերթերի դեմը չեք առնում։ Այս ինչ հեքիաթ եք պատմում, բայց կարևորը ժողովուրդ ջան, այս ամեն ինչը ասեց, հեքիաթը հասկացանք, բայց հիմա հեքիաթի վերջում ընկնում է 3 խնձորը։ Վլադիմիր Պուտին, Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ ինքնիշխատերություն, կամ էլ ընդհանրապես Ռուսաստան չի լինի։
Այ հասկացանք, բայց քանի որ դու ուժեղ պետություն չես, ուրեմն Ռուսաստան չի լինի, այսինքն ինքը բացատրում է, կամ եկեք ուժեղ պետություն սարքենք, կամ այս պետությունը փլվելու է։ Ներկա ժամանակահատվածը երկրի համար ճակատագրական է եւ մարտադաշտում պարտվել ուղակի չի կարելի։ Բան չէ ճակատագրական, բան վերև այդ լոլո որ կարդում էիր, երկրի վիճակը սենց է, էս են կանելու, են կանելու, բաթեղ ճակատագրական ինչ կար։ Հա, վերջում ասիր, որ Ժորժ ջան, այս բոլոր հեքիաթները որպեսի անենք, պետք է այս երկիրը քանդվի, նոր մարդիկ գան, զորոյից դնեն երկիր սարքեն, որովհետև մենք երկիր սարքող չենք, մենք քանդող բրիգադն ենք։ Էսա Ժորժ ջան, այս մարդկանց օրակարգն ենք մենք սպասարկելու։ Դե հիմա ապշելու բան է, երբ որ մարդիկ ասում են, մենք ընտրում ենք Ռուսաստան, ասում են, կարակ ասեք ինչի։ Որն է պատճառը։ Իսկ հիմա Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպին Չինաստանը սատարում է Բելարուսի ձգտումը պաշտպանել պետական ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ հետևելու իր ազգային պայմաններին համապատասխան զարգացման ուղուն։ Լուկաշենկոին ուլտիմատում ներկայացրեց Զելենսկին մի շաբաթ։ Լուկաշենկո խեն տղեն էր, որ ենթարկվեր բանին ուլտիմատումին մի շաբաթ հետո որոշում կայացնելու։ Ինքը ծլկեց երկրից մի քանի օր հետո եւ նաեւ դադարեցրեց օգտագործելու այդ ռետրանսլյատորները, որով օգնելու Ռուսաստանին, որպեսզի դրոններով հարվածեն Ուկրաինային։ Դե դա ակնհայտ արդեն ֆիքսված է։ Բայց դրանից հետո գնաց Մոսկվա, Պուտինն ասեց, ես ինչ խաղեր ես տալիս, ինքը փախավ բանից Զելենսկուց Պուտինի մոտ։ Հմել Պուտինի մոտից փախել է Սի Ցզինպինի մոտ։ Ասպա անգեր փրկի Պուտինն է հիմա վրես խոսում։ Պուտինին լսեմ Զելենսկին է հարվածելու, Զելենսկուն լսեմ Պուտինն է հարվածելու, հմ փախել եմ եկել եմ քու մոտ։ Հա, ուրեմն Այնպես չի, որ այս հարցում միասնական է Չինաստանի եւ Ռուսաստանի շահերը։ Չինաստանը մեծ հաճույքով ձեռքը կդնի Բելարուսի վրա, կասի Բալիկ ջան, դու խելոք մնա, ես քեզ կօգնեմ, բայց դու էլ ինչ որ կասենք, այն կանես։ Տենում ես Ռուսաստանի գլխին ինչ ենք դրել, քեզ էլի ուղիղ ձևով քեզ տիրություն կանենք։ Այնպես չի, որ աչքերն ուռելա Սի Ցզինպինի Լուկաշենկոյին պաշտպանի, բայց ցույց կտա, որ ինքը Բելարուսի վրա ցանկանում է իր վերահսկողությունը հաստատի։ Եվ իդեպ դա արդեն արդյունքը Ռուսաստանը այնուամենայնիվ դիրքերա կորցնելու, որովհետև այդ հաստատելը ակտիվ բաներ չի անելու Չինաստանը Բելարուսի հետ կապված, բայց իր ազդեցության տակ մտցնելու ուղղությամբ դա կանի։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված ինչա տեղի ունենում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Իրանը հանդիպում է խնդրել, այն կկայանա վաղը Դոհայում, Քաթարի մայրաքաղաքում։ Անմիջապես ներկայացուցիչներն էլ ուղարկել է Քաթար արդեն։ Անմիջապես Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել է այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի եւ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը։ Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի եւ ժամանակի շուրջ։ Հալավելի կարող է համաձայնության գան։ Կարող է վաղը չլինի մյուս օրն էլի, բայց ամոթ է Ժորժ ջան, ախր Տրամփը ինքը անոնսը անում է Տրամփը իր մամուլի խոսնակն է աշխատում։ Այմար դե տանդերը գոնե թողորիչն ասի, հետո ասես լավ չեն հասկացել էլի։ Իմաստը որն է, որ դու բան ասես, Իրանը հերքի դա։ Էն էլ ասես խնդրում են, որ հանդիպենք։ Ինքն էլ ասես କି չենք էլ հանդիպում, որ մնաց խնդրենք։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները։ Այն, որ նրանք հպարտանում են այդ հարձակումներով, դիտարկվում է որպես հանցագործության ընդունում եւ հիմք է ստեղծում Իրանի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման համար պայքարելու։ 40 օրյա պատերազմի ընթացքում իրականացված հարձակումների քննությունը եւ հասցված վնասների գնահատումը շարունակվում են։ Այս քայլը կկանխի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը։ Ասա է վիճակը հարցը լուծված չի, վերջի փոխադարձ հարվածներն էլ գումարած, քանի հարցը լուծված չի, Ռուսաստանն էլ էլի ոգևորվում է, Գալուզինն էլ ասում է, թրիփը եթե մենք տիրություն անենք, պրոբլեմ չէր լինի, բայց եթե մենք չենք անում, խնդիրը առաջանալու Իրանի հետ կապված։ Այդ այնպես չի, որ մենք դա չգիտենք, որ դա կա, բայց ամենայն դեպս իրանք ասում են, եթե մենք ըլենք Իրանի հետ հարցերը կարգավորեն։ Իրանի
հետ հարցերը կկարգավորես, բայց Ամերիկայի հետ չես կարգավորի։ Խնդիրը նա է, որ Իրանն էլ դեմ չլինի, Ամերիկան է դա կարողանա անի, ոչ թե դու ասես, ես Իրանին կասեմ դեմ չի, բայց ասում է ես պետք է վերահսկողություն ունենամ, ես պետք է դրան մասնակից լինեմ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի վերջին հարձակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը իր պարտավորություններին որևէ արժեք կամ հավաստիություն չի հաղորդում եւ պայմանավորվածությունները խախտել է նրանց բնույթի մասն է կազմում։ ԱՄՆ գործողությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Ահա դուք տեսնում եք այն մթնոլորտ այն վիճակը, որը կա Իրանի հետ կապված, եւ դա իսկապես վտանգի տակ է դնում նաեւ թրիփի հետ կապված ծրագրերը։ Աբբաս Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։ Ցանկացած միջամտություն կամ առանձին կարգավորման փորձ կարող է միայն բարդացնել իրավիճակը, հետաձգել նեղուցի բացման գործընթացը եւ ավելացնել լարվածությունը։ Հիմա դուք տեսաք, որ այս հարցի հետ կապված մենք ինչ խնդիրներ ունենք։ Սա նշանակում է, որ այն լավատեսությունն էլ որ կա, դա էլ պետք է հաշվի առնենք, որ այդքանն էլ լավատեսական չի Ամերիկա-Իրան պայմանավորվածությունները, հիմա երբ որ նաև Իսրայելն էլ խնդիր ունի Իրանի հետ կապված, ինքն էլ իր համար նոր խաղ է սկսում, չկա այդպես միամիտ մարդ, որ չհասկանա, որ քաղաքական ենթատեքստով Իսրայելը որոշեց ցեղասպանությունը, մենք այդ մասին խոսեցինք սկզբում, բայց հիմա հասկանանք, ի վերջո Իսրայել, որ հրաշալի հարաբերություն ունի Ադրբեջանի հետ, Ադրբեջան, որ հրաշալի հարաբերություն ունի Թուրքիայի հետ, Ադրբեջանը դատապարտում է Իսրայելին, պաշտպանում է Թուրքիային։ Այդ պարագայում արդյունքում ինչ սպասել։ Ուղղակի վատը նա է, որ սպասել չսպասելը պայմանավորված է այս կառավարությունով, որը գնացող է։ Այսինքն հեռահար ծրագրեր, որ մենք պատկերացնենք իրավիճակը բարենպաստ կլինի մեզ համար, այսինքն մենք հարաբերությունը հազիվ գոնե կկարողանանք գոնե կարգավորել Իսրայելի հետ, դա այդպես չի, որովհետև այս կառավարության հետ է։ Այսինքն դա էլ են հեռահար նպատակները ցեղասպանության մասով չնայենք, էլի Իսրայելի հետ հարաբերություն կարգը շատ վատ ժամանակներ է այս պահին, հաստատ այս պահը չի, որ դե այդ հարաբերությունները բարելավենք, որովհետև աշխարհի հետ, բոլորի հետ այս կառավարությունը Իսրայելի ունի վատ հարաբերություններ եւ իրան մեղադրում են ամեն ինչի մեջ, այդ թվում նաեւ այսօր գործվելիք ցեղասպանության մեջ Լիբանանում, սեկտոր Գազայում, դե սեկտոր Գազան հիմա այս պահին չէ, բայց Լիբանանում երբ որ այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Այսինքն շատ բարդ խնդիրների մեջ է ինքը, որպեսզի մենք մտածենք, որ այդ բարդ խնդիրների պարագայում մեր հետ լավագույն ժամանակն է գործընկերություն հաստատելու։ Հաստատ դա լավագույն ժամանակը չէ։ Ուղղակի նաև այդ հարցում էլ առիթը եթե օգտագործեն հարաբերություն կարգավորելու, այդ հարցում էլ պետքա զգուշավոր լավատեսություն ունենալ, որովհետև հաստատ իրանց պարագայում սա լավագույն ժամանակը չի։ Առավել եւս իրանք Նեթանյահուն կարող է հոկտեմբերի 27-ից մինչև երբ որ լինի ընտրություններ պաշտոնին հրաժեշտ տա, իսկ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններով էլ Սենատի եւ ամբողջական ընտրությունների ներկայացուցիչների պալատի լիազորությունները բավական սահմանափակվի Դոնալդ Տրամպի։ Էնպես որ այդ ամեն ինչին ուշադրությամբ կհետևենք, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդան Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։